Ինչն է բնորոշում քայլառած ժեխին։ Կրթության իսպառ բացակայություն կամ դրա նոմինալ լինելիություն։ Երկրորդը պերմանենտ աբիժնիկ եւ նախանց վիճակ։ Այդ վիճակը, որը բերում է ընդհանուր մինչև զավեշտալի եւ ցավալի իրավիճակներ, որոնք եւ հիմա ունենում ենք մեր առօրյա կյանքում։ Երրորդը վախ, անսահման վախ ամեն ինչից։ Վախ իր փորի ու քամակի համար։ Վախ իր այսօրվա լափած հացի համար։ Վաղվա համար չի վախում քայլառաստը, ինքը վաղը չի դիտարկում որպես պերմանենտ կոնստանտ։ Եվ երբ որ ժեղ քայլառաստը հանդիպում է նորմալ հային եւ հանդիպում է նորմալ հայի մարտահրավերներին, առօրյային, նորմալ հարաբերություններին, իր մոտ սկսվում է դիսոնանս։ Եվ այդ դիսոնանսի արդյունքում քայլառաստները պայթում են։ Ոմանք հիմա կասեն, բայց մեջները կան դիպլոմով մարդիկ, արտասահմանում սովորած մարդիկ, նոմինալ սովորած մարդիկ, դա դեռ չի նշանակում, որ իրանք կրթված են, դա չի նշանակում, որ իրանք զարգացած են, դա չի նշանակում, որ իրանք տեսած են, դա ուղղակի նշանակում է, որ իրանք ունեն թուղթ։ Եվ ոնց կասեր իրանց նորընտիր հանձնաժողովի նախագահը, այդ թղթով կարող եք սրբվել համապատասխան վայրում լի սիրով եւ անցած ուղիով։ Մի եղեք քայլառաստ, կրթվելը նորաձև չի, կրթվելը դա բնական է, կրթվելը դա միակ ուղին է հայերի համար, որով դու կարող ես գնալ առաջ ու լինես մարտունակ,